Պարոն Ղազարյան, մենք ուղիղ եթերում ենք։ Նախորդ անգամներին Ռուբեն Ռուբինյանը մերժել է ծեսություններ, այդքում նաև ԿՊ շատ պատգամավորներ, այսօր ինչ ակնկալիքներ։ Ես անկեղծ ասած ակնկալիք արդեն չունեմ, որովհետև ազգային ժողովի աշխատակազմի աշխատակիցները հեռախոսով արդեն ինձ զանգել եւ տեղեկացրել են, որ Ռուբեն Ռուբինյանը չի պատրաստվում ինձ ընդունելության արժանացնել, պետք է շատ վստահ, չեն էլ վախենում դա ասելուց, մեն միայն ձեզ, պարոն Ղազարյան, նպատակահարմար չի գտնում։ Ես հարցնում եմ, ուրիշ քաղաքացիներ կան գրանցված ոնց, այո, ուրիշ քաղաքացիներ կան, նրանց հետ ընդունելությունը կայանալու է, շիլերը միայն ձեզ էլ, այսինքն պարզ հստակ ասում եմ, որ դա խտրական վերաբերմունք է պայմանավորված քաղաքական իմիջիայլոց Ռուբեն Ռուբինյանի պարագայում ազգային ժողովից նամակ են գրել ՄԻՊ-ին, դե ես ՄԻՊ-ել եմ, չէ, դիմի ահազանգել եմ խտրականության համար, ասում են Էդգար Ղազարյանը ընդունելության չի արժանացել Ռուբեն Ռուբինյանի եւ Հակոբ Արշակյանի կողմից, որպես քաղաքական գործիչ, իսկ գրում են, որ պատճառը իմ քաղաքական Հայաստանի խտրականության ակնհայտ դրսևորումն է։ Ու արդեն նաև գիտեն այդ անպատժելիության մասին, որ ես չնայած որ բողոքում եմ իրավապահ մարմինները նրանք վարույթներ չեն նախաձեռնում դատաները, մերժում են այդ իմ բողոքները եւ այլն, իսկ այդ անպատժելիության վիճակում են հանգիստ կարելի է այդպես վարվել քաղաքացու հետ։ Ես անկեղծ ասած այսօր ուրիշ խնդրանքով էլ երեկոյան իմ ուղիղ եթերում դիմել է ազգային ժողովի պատգամավորները եւ հիմա էլ օգտվելով առիթից դիմում եմ, որովհետեւ մինչեւ ուրբաթ ամեն օր ընդունելություն կա եւ ես գալու եմ ամեն օր ժամ 11-ին։ Խնդրում եմ ազգային ժողովի ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորներին բոլորին, որպեսզի, ասենք, վաղը ժամը 11-ին 30 հոգով, 34 հոգով գանստե, ես էլ եմ գալու։ Պարզ է, եթե ԿՊ-ական պատգամավորը լինի։ Դուք ընդդիմադիր խմբակցության պատգամավորներ։ Այո։ Ասենք պատկերացրեք իրանք հիմա այստեղ լինեին, Ռուբինյանը այնտեղ հիմա ամենայն հավանականությամբ վերընկած է։ Հիմա նա ինձ չի ընդունում ակնհայտ արհամարական, չեմ տենց իրան բնութագրում, որովհետև ինքը նկատմամբ վիրավորանք է ցուցաբերում իր պահվածքով, շատ քաղաքակիրթ ձևով բնութագրում եմ իր հիմիկվանդ է գտնվելու կարգավիճակ։ Հիմա եթե այստեղ լիներ ազգային ժողովի 30 պատգամավոր, ինձ չեն թողնելու, չէ՞, ես դռնից անցնեմ։ Իրանց չեն կարա չթողնեն։ 30 հոգով անցնում են գնում են էմի սրա, ասում են մատ վերկաց։ Այսինքն ոչ չես ընդունում մարդուն, ոչ չես ընդունում։ Դու չես հայտարարել ընդունելություն։ Օրը ժամը դու չես որոշել։ Կարգ կա, չէ՞, ընդունելության։ Այդ եկողը Էդգար Ղազարյանը խախտել է այդ կարգը, չէ, զանգել է, էլեկտրոնային պոստ ուղարկել է, գրանցվել է, ասել է ինչ ոչ մի բան չի խախտում։ Բա որ խախտում չի արել, ոչ մի բան չի, ոչ չես ընդունում։ Ինչ ես ասում, որ չես ընդունում։ Կամ իրան սիրուն բռնեն, ասենք, որ շատ չվնասվի, ես 4 հաֆետ կա, երկու տակաժնեսի բռնում են, բերում են, ստեղ ասում են, պարոն Ղազարյան բերել եք խաբրանքը։ Ես դրա հետ իմ ընդունելություն անցկացնում, թե ինչ եմ ասում, ինչ եմ խոսում, այդ արդեն իմ խնդիրն է։ Կամ էլ ասում են հանգիստ նստից, թե պարոն Ղազարյան ձեզ ենք հրավիրում, ես ընդունում իր հետ հանդիպեմ իմ խոսակցություն վարում ձեր ներկայությամբ։ Ի վերջո դա պիտի լինի, չէ՞, դե իրանք այդ աջակցությունը պիտի ցուցաբերեն։